6-7-8 ամիսա սարքում են։ Ոչ վիոլա ջուրն է գործանում, ոչ Արարատի մարզպետը, ոչ Մասիսի քաղաքապետը, մեկը մեկի վրա գցում ու այս փողոցը դարձել է բան, քարշահոտ վիճակ։ Այն ավտոն գալիս է, տենում այս վիճակն հետ է դառնում։ Ոչ մի առաջընթաց չկա, միակ առաջընթացը այս փեդն են դրել, որ մարդիկ այս երկաթը բռնելով փեդի վերով հանգիստ անցնեն։ Բալիս, քանի ամիսներով մտամ սարքում են։ Այս խմելու ջուր էր, թե ոռոգման։ Ախպեր, խմելու ջուրա։ Խմելու ջուրա, ջուրն էլ ընդուս դուս է տալիս, ոչ մեկի վեժն էլ չի արդեն։ Սս քանդած ախպերը որ դառնում է։ Ջան, այն անգամ էլ եկա։ Հա, այն անգամ նկարենք, ասին կանենք։ Ասին, քանի ամիս անցավ վրան, 4 ամիս արդեն։ 4-5 ամիս տալի։ Անցած տարի նոյեմբերին էր եկար նկարեցիր։ Առեսովը սենց է։ Մանավանդ անձրևներ գալիս է вообще, ստե լոտկով պետք է անցնես։ Ումեր խադավո ջահապտը բախտն ախպեր։ Հայ։ Դել չեկե կարմալ, հենա դե քարեր են լցե։ Ямայա вообще, այն դե էմիյանը լրիվ ямայա, մտնել չի լմն դե։ Երեխա էլումա հեծանով չի կարող քշի։ Ուզում ասեմ ու դառնում։ Ապրիլի 3-ն է, գտնվում ենք Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Գեղանից բնակավայրի, էսի որ փողոցներ 25-26 փողոցի 25-26 փողոցների այդ հատման վայրում ենք, որտեղ տևական ժամանակ է, նույնիսկ 7-8 ամիս այս խմելու ջուրը այսպես գնում կորումա ու ժամանակին պատասխանատուները, այդ թվում Արարատի մարզպետը, Մասիս խոշորացված համայնքի ղեկավարը, վիոլա ջուրը խոստացել են, որ հարցը կլուծեն, բայց այն որ ասում ամեն անգամ օդ դուրս եկան, փուչիկ դուրս եկան,